Այլուց ժողովուրդ ջան, սառը առավոտ է, բայց մինչև 16 աստիճան պետքա բարձրանա։ Կայարան եմ եկել գործի գնամ, միացա ասեմ, մի հարցի պատասխանեմ Երևանի վարձով տան հետ կապված։ Ուզում եք հենց այն տունը վարձեք, որը որ մենք ենք վարձել, բայց այդ տունը ամառը այնքան թանկ է գինը, որ նայում համատում եմ, չէ գները Երևանում, ասենք ամառը երկուշաբաթ վարձել է ու օրինակ Փարիզում կամ Աբու Դաբիում, չգիտեմ կամ ես իմ որ երկրում, Երևանում այնքան բարձր են գները, այնպես որ այդ տունը, որ հենց մենք ենք մնացել, էլի շատ բարձր է ամառը, մենք հունվարին վճարեցինք 10 օրվա համար 270 եվրո, բայց հիմա 10 օրվա համար կրկնակի 560 թե 570 եվրո է։ Այնպես որ ավելի լավ է դուք նայեք ձեր գրպանին համապատասխան, ասենք, բայց ամենտեղ այդքան բարձր են գները, անգամ աշտարակում բանում, ես ուղղակի նայում եմ, շատ բարձր են վարձով տները Երևանում, օրավարձով։ Դե այնպես էլ չասեմ, ասենք եթե ամսական վարձով էլի շատ բարձր են գները։ Իսկ այդ շենքի մուտք բան էիք ինձ հարցրել, ես շենքի համարը Աշոտն ասեց առաջինն էր, բայց մուտք չգիտենք, որովհետև քան որ այս Airbnb-ով մենք արել ենք այդ տունը, հետո կապվել ենք տանտիրոջ հետ, մինչև այդ չենք կարողանում կապվենք, պարտադիր տունը ոնց որ բուկն ենք անում, հետո նոր դրանց հետո կարողանում ենք կապվել տանտիրոջ հետ։ Ինքը այդ ձևով բացատրել է, ոնց որ տեղը ասել է, իմ աղջիկներ գնացել, բանալին վերցրել։ Ու այդ ձևով, ասենք ես չգիտեմ, թե մուտքը, որ համարի մուտքն է, այդ ձևով դուք չեք էլ կարա այդ տունը վարձեք, պարտադիր պետք է այս Airbnb-ով վարձեք։ Դրա համար դուք նայեք, նշեք քանի հոգով եք գնում բան ու ընտրեք, որտեղ ահագին երկար մեծ բան է բերում, ցանկ է բերում, երևի չգիտեմ ինչքան շատ, բայց գնացքը, Մեխելենի գնացքը, բայց չկանգնեց։ Ահագին շատ տուն է բերում Երևանում, ավելի լավ է այդպես նայեք, դուք գտնեք ձեզ հարմար տուն, ուրիշ ձև չեք կարա, ու ամենավստահելին էլ հենց այս ապն է, իմ գնացն էլ եկավ ժողովուրդ ջան, գնամ հələ բարձրանամ։ Շատ համով փափուկ գլորկաթա եմ թխել, մի պորսիայից 3 հատ է ստացվում, մի հատ արդեն կերել ենք, մեկը աղի է, մեկը քաղցր։ Շատ համով է ժողովուրդ, իսկական այնքան լավ խմոր է, եթե հետաքրքիր է պորսիան գրեք, կասեմ, կամ կգրեմ այս վիդեոյի տակ։ Մեկ էլ սա ինձ համով պիրոգ եմ թխել, ձվով ու կարակով խմորն է, շատ լավ խմոր է, ու ջեմ եմ քսել վրան, ես էլ քունջուտի սիրմեր են։ Մարտի 8-ից կակաշները այսպես լավ մնում են, դեսերտի սեղան եմ պատրաստել, քաղցր սեղան հյուր ունեմ, ուզում եմ ցույց տամ նորից իմ համով թխվածքը, գաթան, պիրոգը, խաչապուրի էլ եմ պատրաստել, այսպես սիրելիներս, ափսեներն էլ բերեմ դնեմ, անձեռոցիկ ու սպասեմ։ Dames en heren, kom naar de Gentse Pieter Sternberg, trekken Gent om 11:27 trein naar Sint-Niklaas en Antwerpen Centraal spoor 4. 11:36 trein naar Poolberg en Lieflauwen spoor 8. En 11:39 trein naar Brugge en Oostende spoor 12. Herhaal Antwerpen spoor 4, Poolberg en Lieflauwen spoor 8, Brugge Oostende spoor 12.
Այսպես քիչ-քիչ նկարում եմ, դեռ այդպես մոտիվացիա չկա ճիշտ ասած նկարելու, բայց նկարում եմ ասում, եթե արդեն հավեսս կարելի սկսեմ նկարել, կտեղադրեմ, չգիտեմ դեռ, կտեղադրեմ թե չէ, գործի տեղ հասա, ձեռքերիս կրեմ կսեմ ու գործը սկսեմ։ Անհավես գործի եմ եկել, ժողովուրդ ջան։ Տեսակ ինչ համով բաներ էի թխել, շատ լավն էին, կաթաներս որ անմահական, այն պիրոգները շատ համով էր ստացվել, շատ։ Հիմա կասեք խիչ եմ նկարել, չէ, որովհետև նկարելու հավես չունեի, այդպես թամբալացել էի։ Հատ էլ ջուր ունեմ, 10 րոպե ունեմ, նստեմ մի քիչ հեռախոսը թերթեմ, մեյլ բան նայեմ ու գնամ գործը սկսեմ։ Մեծ ֆիլտրա դրած էստեղ մեր գործի տեղը, այդ ջրից ենք խմում։ Գնացներ էլի ուշացում են տալիս, ինչ որ դեպք ա եղել Բրուսելում, իմ գնացքն էլ հիմա հələ պետք է հաստատեն, գրված ա սպասում ենք, որ հաստատեն։ Գնացքը չի եկել, երբ պետք է հաստատեն, որ նոր մտնի այս սպորը կա էլի, այս գծերի վրա։ Ճաշի համար մակարոնով փլավ եմ պատրաստել, բայց էլի բանջարեղենով սոխառած եմ արել, սխտոր, քաղցր պղպեղ, կանաչ գույնն եմ վերցրել գազար, կանաչ ոլոր, եգիպտացորեն, ոնց որ էսքանը, ու փակած մաքրած լոլիկ համեմունքներից սև ու կարմիր աղացած պղպեղ, մի փոքր քրքում ու աղ։ Այսպես ավելի հետաքրքիր կուտվի, քան սովորական սպագետի է իրականում։ Այս կլինի ճաշի համար։ Կանաչ լոբով աղցան եմ պատրաստել, խաշել եմ, այսպես հենց այս տեսակն է, երկար, աղ եմ ավելացրել քամելուց հետո։ Աղ եմ ավելացրել սև պղպեղ ու կիտրոնի հյութ, մի փոքր էլ ձիթապտղի ձեթ։ Խնձորի քացախ չունեինք տանը, թե չէ խնձորի քացախով կպատրաստեի, խաղողի ունենք, դրանով էս դուրս չի գալիս։ Դրա համար լիմոնի հյութ եմ լցրել վրան։ Համով է շատ։ Երեք իրիկունց շատ դժվարությամբ տուն հասա։ Ինչ որ դեպքեր եղել Բրուսելում, չգիտեմ վթար էր եղել թե ինչ, գնացքները էլի ուշանում էին կամ չկային, Բազացի ավտոբուսի կանգառը տեղափոխվել էր, այնտեղ հարցուփորձը արի տեղը իմացա, նորից ասեցի հետ գնամ կարող է գնացքը գա, գնացի, էլի տալիս էր այնտեղ հաստատված չի, գնալու է գնացքը թե չէ, բայց ժամանակից անցել էր իրա, 20 րոպե արդեն անցել էր, ասեցի սպասեմ հաջորդ գնացքին, այն էլ չեկավ, նորից գնացի, մի կերպ ավտոբուսի կանգառը գտա, այնտեղ որ վերանորոգում են, ավտոբուսի կանգառների տեղերը փոխել էին, մեր ավտոբուսը ուրիշ տեղ էր կանգնում, վերջը ավտոբուսով մի կերպ եկա, կաշոտ եկավ դիմավորեց, հիմա էլ գնացքս եկավ, էլի գնամ գործի։ Սատիկիս հարդարանքներ են արդեն խանութներում, ինչքան սիրուն բաներ կան այստեղ, ափսոս ժամանակ չունեմ մտնեմ ներս, դրսից եմ հենց անցնելուց նկարում եմ։ Շատ սիրուն են։ Զատիկի նապաստակ է, այստեղ դե նապաստակն է Զատիկի սիմվոլը։ Այս կողմում էլ կա, շատ լավ խանութ է, շատ սիրուն բաներ են վաճառում, ավայա կոչվում, ավա։ Գնացինք։ Զատիկի սլոցը հլե չի ծլել, մի երկու հատ ծիլա դուրս եկել, տեսեն կհասցնի, ջերմաստիճանն էլ այդքան բարձր չի։ Երևի դե ուշ ցանեցի։ Աշոտն ասում է դուրս տիր, բայց դե դուրս էլ հարմար չի դնելը, որովհետև գետին պետք է դնեմ,
Սերյան դուրսա գալու չնայած ազատ դուրս չենք թողնում, բայց որ թողնում ենք դուրս կկապչացնի։ Տեսենք ինչքան որ կծլի, չէ, կանաչներով կսարքեմ ապսեն։ Ինչքան սիրուն է զարդարել, վերջացրել են, մի անգամ ցույց տվեցի ձեզ, նոր զարդարում էին, հիմա վերջացրել են։ Շատ սիրուն է եղել։ Մենակ են մի հատվածում է, հես կողմը չկա, փողոցի մի փոքր հատվածում։ Այս մեր խանութի վրա էլ են զարդարել այդ նույն ծաղիկներով։ Սիրուն է, գնացինք։ Այդ ամտակցության աշխատողը ջայլ տղեն այնց ասում է, ուղիղ գնա վերև, ասում է, աչու ձախ չնայես, որ բան չառնես, ասի չէ, բան չեմ առնելու։ Վերջ ես ենքան բան եմ առել, որ ամեն իրիկ ու դուրս գալուց ասում է, էլի առել ես։ Դրա համար իմ ասում ուղիղ կգնաս վերև, աչու ձախ չնայես, ասեցի չէ, երիք այլ ինչ առնեմ։ Ինչև է հասա գործի տեղ ժողովուրդ։ Շենքի վերանորոգումը կես են ընկել արդեն, չէ, սիրուն է ստացվել։ Մանր քարերով։ Քարեր են, ինչ են տանիքի համար, քարեր չեն, սալիկներ են։ Օրը ահագին երկար է, ժամը 6:30, բայց լույս է, սենց լավ, արդեն երկար է, այդ լավ է։ Այնպես որ կարն արդեն գալիս է, մարդիկ էսեղ նստած է ռեստորան բանում, կենդում լավ է էլի, ես գիտեմ վերջ պիտի տեղափոխվենք կենդ, սիրում եմ ես քաղաքը, աշխույժ լավ, տրամվայների գծերը սարքում են, ես արդեն երկրորդ տարին է ու մի քանի տարի հելը կշարունակվի, դրա համար է իմ գործս ես դժվարացել, հիմա երկար եմ քայլում, մինչև տրամվայի կանգառից հասնում եմ գործի տեղ ու հետո լիետ եմ դառնում, տեղատունը հիմա բաց է, ես էլ գործի գնալուց առաջ մտա բան էի առնելու, ժամանակս քիչ էր մտա, իմանայի հիմա բաց է, հիմա կմտնեի, այդպես գործ են անում տրամվայի գծերի վրա, ամբողջ քաղաքում, դրա համար դժվարացել է, էլի, երկար պետք է քայլել, իսկ նախկինում իջնում էի տրամվայից ու 4 րոպեից հասնում էի խանութ, հեշտ էր լինում այդպես, օրինակ են օրերին ոնց որ 3 ասենք գնացք չկար, շատ դժվար է լինում, 2 ժամից ավել ես տևեց մինչև տուն հասա, այդպես սիրելիներս, մի քանի օր հանգիստ վերցրի, ասեցի չէ մոտիվացիա սկորել է նկարելու, մի քանի օր հանգիստ վերցրի, ձեր մեկնաբանությունները կարդացի, որ ինձ մոտիվացնում են միշտ, հետո ասեցի լավ քիչ էլ նկարեմ, ես էլ մի բան է, որ զբաղմունք է, որ անհամբեր սպասում ենք, որ մեկնաբանությունները կարդանք էլի, իրար հետ շփվենք, ինչև է, մեդիտացիան հուսով եմ լսեցի, ահագին հանգստացնում է այդ մեդիտացիան, ես ինքս ձայնագրել եմ ու իմ վրա փորձել եմ, իրոք ահագին հանգստացնում է, եթե կենտրոնանում ենք էլի դրա վրա, ոչ թե հենց այնպես միասում ենք, այլ կենտրոնացած լսում ենք բառերը բոլոր, ահագին լավ ազդեցություն է թողնում։ Մի քիչ սառն է հիմա քամին։ Անցյալ տարի ժամանակ արդեն շոքեր էր անում, այս տարի մի քիչ ուշ է սկսվում եղանակը փոխվել։ Հասական գար սպասում տրամվային, ոնց ասեցի, մոտիվացիա սկորել է նկարելու, չգիտեմ ինչ է եղել ինձ, բայց ամեն դեպքում մտածեցի կարելի է կոնտենտը փոխել, ինչ-որ ուրիշ բան անել, խոհարարական բան անել, հետո չգիտեմ, ես ինքս էլ չգիտեմ, տրամվայի եկավ, լավ, առայժմ գնամ հլը։ Այդ
Էպես ոնց ասեցի մեկ մտածում եմ կոնտենտը փոխեմ ալիքի հետո էսպես հենց չեմ որոշում թե ինչ անեմ թողնեմ էլի վլոգներ թե փոխեմ մի ուրիշ բան կամ խոհարարական կամ ինչևէ դեռ մտածում ինչ կարելի է անել եթե դուք էլ գաղափարներ ունեք հուշեք կլսեմ ձեր խորհուրդը նաև Volgende halte, Bernard Spaarlaan. Hij draait zich om, hij slaat er en dan valt hij van de jet in. Ja, dat is zo vast. Volgende halte, volgende halte, Bijlokerhof. Brug. Volgende halte, Sint-Pieter Station. Այստեղ հələ շինարարություն է կայարանում մի հատ մոտենամ իմ գնացքին նայեմ գործտեղից նայել եմ գնալու է հա հիմա էլ է տալիս որ գնալու է նա այս կողմը փակ է հա այս կողմը փակ է այս ինչ բան է փակել են երևի գործ են ան պետք է այս կողմով գնամ Հիմնական մուտքն է, այդ կողմից ենք հիմնականում գնում բաներին այդ կարամատույցներին մոտենում, հիմա փակել են, ոնց որ այդ կողմն են արդեն գործանում, հերթով փակում են, սարքում են կարամատույցները ու բացում են։ Դրսի կողմից պետք է գնամ, որ բարձրանամ իմ գնացքի կանգնելու տեղը։ Այստեղ բան էլ կա Սինտ-Պիտերսում, նախկինում չգիտեի, որ կանխիկ փող քեշ կարողանանք անել։ Նախկինում չգիտեի, որ կա։ Այս ժամերին երևի չոր գնաց կա գալիս կանգնում ու միշտ շատ բարդ է լինում հանդիպակաց եկող։ Այս փակ տեղերը, նայեք, սարքում են հլը կայարանը։ Հակառակի նման իմ գնացքը հենց ամենավերջին բանում այդ պերոնում է կանգնում։ Հա, կանգնած է։ Այդ լավ է, երեք գնացք չկար, այսօր արդեն գնացքը կանգնած է պերոնում։ Այս էլ կայարանի ետևի կողմն է։
գնացքը շատ լավ տրանսպորտի միջոց է։ Արագ, անվտանգ, ինչի՞ չէ։ Այս ետևի վագոնները ոնց որ չեն գնալու, լույսերը հանգած են։ Մենք 10, 7, 8 րոպե կա իմ գնացքի շարժվելուն։ Էսա նայեք, էստեղ լույսերը վառած են վագոնների։ Էստեղից նոր գնալու է։ Ես մի քիչ առաջին վագոններն եմ գնում, շատ առաջ չէ, էլի, որ այնտեղ իջնեմ, շատ երկար չքայլեմ։ Ես մեկն էլ ասնեմ, այն մի վագոնը կբարձրանա։ Այստեղ։ Այստեղ։ Երկրորդ հարկ, թե առաջին հարկ։ Երկրորդ հարկը հա առաջին կարգը։ Ուրեմն երկրորդ, ուրեմն առաջին հարկ։ Գնանք առաջ։ Այստեղ ազատակ նստեմ այստեղ։ Այ հիմա ձեզ հրաժեշտ կտամ։ Լավ մնացեք, կհանդիպենք երևի թե հաջորդ վլոգում։ Սիրում եմ ձեզ, լավ մնացեք, հաջողություն։